Բարի երեկո։ Հայերին շատ այլ ժողովուրդների համեմատ մի քանի կարևոր գիծ է առանձնացնում։ Օրինակ, ընդգծված ջերմ վերաբերմունքը ծնողների եւ երեխաների հանդեպ։ Դրանք չափազանց կարևոր գծեր են, որոնք հայկական ընտանիքի ամրության կարևորագույն գրավականներից են հանդիսանում։ Բայց ժամանակակից աշխարհ եւ գլոբալիզացիոն գործընթացները որոշակիորեն լղոզում են պետություններին եւ ժողովուրդներին տարբերող առանձնացնող սահմաններն ու արժանապատվերը։ Եվ այն, ինչ մեզ համար արտառոց կարող էր թվալ ենթադրենք մի 20 տարի առաջ, այսօր արդեն որևէ մեկին չի զարմացնում։ Միության փլուզմանը զուգահեռ ծանր փորձության ենթարկվեց մեր ամբողջ արժանապատվը։ Շատ դեպքերում այն չդիմացավ այդ փորձությանը։ Չդիմացավ եւ հետզհետե հայի ականջներին այնքան էլ խորտ չսկսեց հնչել նախադասությունը, թե Թուրքիայում երիտասարդ հայ մարմնավաճառներ են ձերբակալվել։ Մենք դա սկսեցինք ընկալել որպես ոչ այնքան հաճելի երևույթ, ընդամենը։ Նույն կերպ վարվեցինք, երբ Երևանյան գիշերային ակումբներում սկսեցին հայ պարուհիներ մերկանալ։ Նույնիսկ մարդիկ գտնվեցին, ովքեր պնդում էին, թե մերկապարը նույնպես արվեստ է։ Արդյունքում Թուրքիայում մարմնավաճառությամբ զբաղվող երիտասարդ հայ աղջիկը վերածվեց ընտանիքի հոգսը տանողի, իսկ ստրիպ պարուհին էլ արվեստագետի, եւ մեծ հաշվով որևէ մեկին այդ ամենը չէր ուզում։ Ինչու հուզի մարդուն, եթե ոչ մարմնավաճառը եւ ոչ էլ պարուհին իր երեխաները չեն։ Թող նա մտածի, ումից էլ սերել են այդ աղջիկները։ Բայց այս ամենի ընթացքում մենք մոռացանք, որ երբ դու ոչինչ չես անում արժանապատվի փլուզման նման առաջին հայացքից մանր դրսևորումների դեմ, վաղը քո երեխաները միևնույն է ապրելու են այդ արժանապատվում։ Այդպես էլ կարծեք թե ստացվում է։ Համենայն դեպս պաշտոնական վիճակագրությունը փաստում է, որ այս տարի երեխաների ինքնասպանության եւ ինքնասպանության փորձերի դեպքերի շեշտակի աճ է արձանագրվել։ Ինքնասպանությունը երևի թե ամենասոսկալի բանն է, որ կարող է լինել։ Սոսկալի այնքան, որ նույնիսկ հանդուրժողական էություն ունեցող քրիստոնեական եկեղեցին այն մեղքերից մեղքն է համարում։ Բայց այս վիճակագրությունը սպասելի վիճակագրություն էր, սպասելի համընդհանուր արժանապատվի անկման պարագայում։ Մի քանի օր առաջ կենտրոնի ոստիկանություն էին տարվել մի խումբ աղջիկներ։ Պատճառը ոստիկանների ենթադրություններն են եղել, թե աղջիկները էմոներ են։ Հասկանում եմ, որ շատերին էմո բառը ոչինչ չի ասի։ Առավել քան համոզված եմ, որ եթե նույնիսկ այն ոստիկաններին, ովքեր աղջիկներին ոստիկանություն են տարել, հարցնեն, թե ինչ է նշանակում էմո, նրանք նույնպես չեն կարողանալու պատասխանել։ Շատերը լսել են, որ դա վատ բան է, բայց մեծ հաշվով այսօր չկա հանրային հստակ պատկերացում, թե ինչ է նշանակում այդ բառը եւ ինչ արժեքների, գաղափարների կամ նպատակների են դավանում հիշյալ շարժման անդամները։ Այսինքն, եթե փորձենք ընդհանրացնել, կստացվի, որ Հայաստանում զարգացում է ստանում ըստ էության իր մեջ մեծ վտանգ պարունակող մի շարժում, որի հիմնական գաղափարախոսությունը երիտասարդ տարիքում մահանալն է, բայց մենք, որպես պետություն ու որպես հասարակություն, ոչինչ չգիտենք այդ մասին։ Չունենք համապատասխան մարդիկ, ովքեր միջազգային փորձի, հոգեբանների, տարատեսակ այլ մասնագետների հետ խորհրդակցություններից հետո ահազանգեն, որ վտանգ կա։ Չունենք միասնական վերաբերմունք մեդիա դաշտում, չունենք պատկերացում, թե ինչպես պետք է պայքարել երևույթի դեմ եւ այլն։ Համաձայն եք, պարադոքսալ իրադրություն է։ Եվ այս ամենի համատեքստում բոլորովին էլ պատահական չէ, որ երեխաների ինքնասպանության դեպքերը գնալով շատանում են։ Դա պարզորոշ վկայում է այն մասին, որ մեր հանրային զգոնությունը կապված մեր երեխաների կյանքի, կենցաղի հետաքրքրությունների ու ընդհանուր արժանապատվի հետ բթացել է։ Եթե ինքնասպանություն գործած երեխայի ծնողը մի քիչ ավելի ուշադիր լիներ սեփական որդու կամ աղջկա նկատմամբ, անհամեմատ մեծ է հավանականությունը, որ այդ ողբերգությունը տեղի չէր ունենա։ Եթե նույն այդ երեխայի դպրոցում ուսուցչական կազմը ավելի լուրջ ուշադրություն դարձներ աշակերտի վարքի մեջ նկատվող փոփոխություններին, կրկին միգուցե ողբերգությունը տեղի չունենար։ Եթե երեխայի ընկերները, ընկերների ծնողները, շրջապատը էլի փոքր-ինչ ավելի սրտացավ, իրապես սրտացավ լինեին, ապա կրկին միգուցե ողբերգությունը տեղի չունենար։ Կարծեք թե մեծ մի բան չէ, մի փոքր ավելի սրտացավությունը, ուշադրությունն ու հոգատարությունը, բայց այդ մի փոքր ավելը հաստատ շատ ու շատ կյանքեր կարող էր փրկել։ Նախորդ տարի վերջին զանգի արարողության ժամանակ ուղղակի սահմռկեցուցիչ դեպքեր արձանագրվել։ Գյուղերից մեկի դպրոցի շրջանավարտներից մեկը վերջին զանգյան քեֆը շարունակելու նպատակով վերցրել էր հորը պատկանող տրակտորը։ Դասարանցիներն էլ լցվել կցորդի մեջ ու շարժվել դեպի քեֆի վայր։ Տրակտորը վթարվել էր, կցորդը շուռ էր եկել։ Արդյունքում աշակերտներից մեկը զոհվել էր։ Կարող է արդյոք որևէ մեկը առողջ բանականության մեջ տեղավորվող բացատրություն տալ նման դեպքերի։ Դժվար թե։ Կարելի էր արդյոք խուսափել այդ պատահարից։ Իհարկե կարելի էր, բայց չի ստացվել։
Գիգոր ջան, էդ ինչ ես ելել։ Գիգոր ջան, եկել եմ է։ Գիգոր ջան, քու ապին եմ է։ Եկել եմ Գիգոր, ստի եմ։ Նա նղարգել է, որ քեզ տանեմ մեր տունը։ Գալիս չես։ Ժամանակները փոխվել են, նոր ժամանակներին համարժեք վերաբերմունք է պետք, որը դեռևս չկա։ Տարբեր պատճառներով օբյեկտիվ, սուբյեկտիվ, բայց չկա։ Մինչդեռ խոսքը մեր երեխաների մասին է, մեր սերունդների։ Զգոն է պետք լինել, անհամեմատ զգոն։ Առողջ եղեք։